Ողջույն սիրելի հետևորդ, այսօր մեր 5-րդ դասն է սկսնակ անչափահասների համար, կանցնենք 10 և 11-րդ էջերին, նախորդ էջերին արդեն անցել էինք տևողության նոտաներին, օրինակ կվարտ նոտա անցանք և կես նոտա անցանք, 1/4 և 2/4 քառորդ նոտաներին անդրադարձանք, իսկ այսօր 3-րդ տևողության նոտային կծանոթանանք, դա լինելու է ամբողջական նոտա, բայց նախքան դա եկեք սկսենք վերհիշենք այս մեր նախավարժանքներին, շատ արագ անցնենք, որ սա արդեն պետք է երեխաների հետ վարժեցնենք, պարապենք, իսկ այստեղ արդեն մեր հաջորդ հուշումներն են լինելու ֆա նոտան է և սոլ նոտան, F, G, G-ն նաև կարող ենք անվանել G, G տառը, G, դրանով էլ կարող ենք ինչ-որ մի բառեր երեխաների համար հուշենք, որպեսզի հիշեն այս տառերը, ֆա և սոլ, այլընտրանքայինն է, այստեղ տեսնում ենք արդեն ֆայով, F հնչյունով, այս F տառով մենք կարող ենք օրինակ ֆլեյտան, հայտնի մեր flute, ֆլեյտա, այդ սրինգ ասվածը pipe, ինքը արդեն դուք գիտեք շատ երկար ժամանակի պատմություն ունի, այն ժամանակ աֆրիկյան, հնդկական այդ երկրներում իրանք բամբույից պատրաստում էին այդ փայտից, այս գործիքը, սա փողային գործիք է համարվում երաժշտական, իսկ հիմա արդեն կատարելագործվել է, արդեն պատրաստում են տարբեր տեսակի մատերիալ մետաղներից, օրինակ ոսկուց, ապտատից և այլն, և օգտագործում են արդեն ամեն տեղ, ամենուր տարբեր ժանրային երաժշտության ստեղծագործությունների մեջ, իսկ հաջորդը սա արդեն G-ն է, G-ն որը նաև G է անվանվում, G-ով կարող ենք հիշել օրինակ էլի մեր մանկության տարիներից շատ հայտնի մի օրինակ հարվածային զրնգուն գործիքի հետ, դա է Jingle Bells-ը, Jingle Bells-ը դա շատ օրինակ հին էլի հնադարյան եկած օրինակ պատմություն ունի, որ այն ժամանակում այդ զրնգոց, այս զանգակներ, որ Jingle Bells երգից է, սա օգտագործում էին որպես ասենք զարդեր, ֆեստիվալներին էին օգտագործում, օրինակ այդ կառքերին, ձիերին համար, կենդանի համար վզներից կախում էին այս զանգակները, որ ձայներ տար, իսկ հիմա սրանք արդեն ինքան են կատարելագործվել, որ արդեն նույնիսկ շատ հայտնի կոմպոզիտորներ իրենց սյուիտներում, իրենց օրկեստր սիմֆոնիաներում օգտագործում են այս զանգակները, դրա համար վերհիշենք, իսկ G-ով եթե ուզում եք G տառով, դա արդեն գիթառը կարող ենք վերցնել, մեր հայտնի օրինակ լարային, 6 լարից բաղկացած մեր գործիքը, երաժշտական գործիքը, սա երկու հուշում էր ձեր համար, որ երեխաներին արդեն իմացան, սա ֆլեյտան էր, flute, իսկ դա թող լինի Jingle Bells կամ գիթառ, որ երեխաները արդեն մտաբերեն այս տառերը, անցնենք առաջ մեր 10-րդ էջին, Ինչպես տեսնում ենք արդեն այս վերևի հատվածում մեր 1, 2 և 3 կետերը, սրանք կանոններն են, այս մեր մոտակա դասերին, որ պետք է նվագելուց նախ առաջինը պետք է ծափ տալ, թպտպացնել և հաշվել, հետո երկրորդ կանոնը լինելու է նվագիր և հաշվիր, հաշվելու ենք, հետո արդեն լինելու է նվագիր և երգիր այս բառերը, այս բառերը պետք է երգենք, սկզբնական դուք տեսնում եք, մենք պետք է այստեղ հնգագիծ չկա, նորից օգտագործելու ենք այս տրիպլետ ասած եռատոն սև ստեղները, ինչ է ձեզ սովորեցրել եմ, արդեն որ կենտրոնն ենք գտնում և այս կենտրոնից գնում ենք դեպի ձախ, տեսնում եք արդեն left hand position, այստեղ միանգամից ձախ արդեն կողմում գտնվում է, տեսեք սա ասենք մեր կենտրոնն է և այսպես պետք է տեղադրենք մեր մատները 2, 3, 4, կենտրոնից տեսեք, այստեղից արդեն ինչ է կոչվում, սա տեսնում ենք արդեն ասում է merrily we roll along, վերնագին է, սա merrily, այսինքն նշանակում է frolic, այսինքն ուրախ մենք շարժվում ենք, գլորվում ենք առաջ, նավակով, այսպես, ու ասում է, արդեն left hand, ստեղ էլ ասում left hand fingers, և ինչ ենք օգտագործում, տեսեք, չափերը,
հավասար գնում են եւ այստեղ իհարկե չկա երկու կից, որովհետեւ այս երաժշտությունը, այս փոքր երգը պետք է շարունակվի հաջորդ էջում, դրա համար երկու կից դրված չէ։ 1 2 3 4 4 չափ ունենք այստեղ եւ այն մենք արդեն սովորել ենք, հա, կվարտ նոտաները, հա, քառորդ նոտաները եւ կես 2 քառորդ նոտա։ Հա, սա էլ արդեն դեռ half նոտան է։ Այստեղ 2 3 4 3 մատները 2 3 4 3 պետք է այդպես արդեն նվագել, հա, 2 2 2 երկուսը պահում ենք արդեն երկար, 3 3 3 երկար, հետո 2 2 2 երկար, այստեղ պետք է օգտագործենք, հիմա այստեղ ոնց որ տեղադրում ենք մատները, հիմա ես կտեղադրեմ արդեն, տեսեք, 2 3 4 3 2 2 2 3 3 3 2 2 2 տեսեք սա արդեն համարներով էր, հա, հիմա արդեն այստեղ որպեսզի ես արդեն ծափ չտամ եւ հաշվեմ, համարներով ասեցի, հիմա կարող եմ տպտպացնել եւ հաշվել, օրինակ 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 Հաջորդն էլ ասում է այդպես, որ նվագեցի եւ հաշվեցի արդեն, հա, կարող եմ հիմա նվագել եւ հաշվել, հա, տեսեք 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 այսինքն երկար է պահվում, կես նոտաներով շատ եղեք։ Եվ այստեղ ասում է կարող եք նվագել եւ երգել այս բառերը։ Այս բառերը։ Ինչպես հասկացանք, ասում էր merrily we roll along, այսինքն մենք ուրախ շարժվում ենք, գլորվում ենք դեպի առաջ։ Ասում է merrily we roll along Այստեղ էլ արդեն տայս է duet part, այսինքն պետք է աշակերտը այս սև ստեղների վրա նվագի, իսկ ուսուցիչը արդեն ակամպանիմենտ, պետք է նվագակցի, հա, պետք է արդեն այդ բխլայդինգը ուսուցիչը կամ եթե ծնողը կարողանում է նվագել, կարող է երեխային արդեն նվագակցել, հիմա կնվագակցեմ և կներգեմ, ուրեմն այսպես, merrily we roll Եվ կա նաև հոլանդական տարբերակը, երևի լսել եք արդեն Frolic Dobert on the boat Սա էր ուրեմն 10-րդ էջը, հիմա կանցնենք արդեն 11-րդ էջին Անցանք մեր 11-րդ էջին, այստեղ տեսեք, նախորդում անցել էինք արդեն մեր կվարտ նոտան, քառորդ նոտան և կես նոտան, հա, երկու քառորդը, half a note, հիմա այստեղ անցնելու ենք արդեն the hele note, semi-breve or whole note, ամբողջական ցելая նոտա, a very long note, count, 1, 2, 3, 4, раз, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, այսինքն ինչ է ասում այստեղ, ասում է clap or tap the following rhythm, պետք է ծափահարենք և հաշվենք, այս ռիթմին հետևենք և clap once for each note, այսինքն մեկ անգամ պետք է մենք այստեղ հարվածենք և counting aloud as you clap և պետք է ասում դու անպայման բարձր հաշվես, երբ որ նրան հարվածում ես։ Տեսեք, սա արդեն սովորանք, որ 4-ն է, 4 քառորդ նոտան է, սա ամբողջականն է, ու ինքը եթե մեկ անգամ հարվածում ենք, 4 անգամ 4 տևողությամբ, այսինքն 4 սեկունդ վայրկյան, 1, 2, 3, 4, հաշվում ենք, 1, 2, 3, 4, okay, раз, 2, 3, 4, раз, 2, 3, 4, սա էր, հիմա ես ուզում եմ այստեղ ձեզ բացատրեմ, ինչ է կատարվում, օրինակ, տեսեք, երեխային արդեն կարող եք սովորեցնել, որ ինքը այսպես մի շրջանականի, դատարկ և առանց գծիկի, ու սա ասեք, որ ինքը համարվում է 4 անշարքում, 4 քառորդն է իհարկե, հա, 4 քառորդ մեր սիմվոլն է, հա, երաժշտական, և իրեն ինչ ենք անելու, կիսելու ենք, տեսեք, կիսելու ենք հավասար մասերին
եւ ստանալու ենք 2 հատ կես նոտաներ, այսինքն 2 հատ կես, 2 հատ 2, սա համարժեք է 2-ի, սա էլ է համարժեք 2-ի, այսինքն 4-ը բաժանեցինք 2-ի, 2 մասերի, հա, այսպես է, սա էլ ենք բաժանում արդեն, տեսեք, սա արդեն բաժանում ենք 2 քառորդ նոտայի, այսինքն 1, սա համարժեք է 1, 1 երեխաներին այդպես ասեք, որ իրան հեշտ լինի, սա էլ ենք բաժանում, տես 1-ի, սա էլ է 1, սա էլ է 1, խնդրեմ, իրանք սա 1 են, սրանք 1 են համարվում, ուրեմն 1, 1, 1, 1, 1, 1, տեսակ 4-ը, ինչ արեցինք, բաժանեցինք 4 մասի էստեղ, իսկ էստեղ բաժանել ենք 2 մասի, իսկ այս 2-ը կեսը, հա, 2 քառորդը կարող ենք բաժանել 2 մասի, տեսեք, քառորդ և քառորդ, 1-ի, այս 2-ի մեջ կա 2 հատ 1, 2-ի մեջ կա 2 հատ 1, իսկ էստեղ 4-ի մեջ 4 հատ 1, 4-ի մեջ 2 հատ 2, հիմա սա ոնց ենք մենք հաշվելու, տեսեք, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, տեսակ ռիթմը գնալով արագացավ, տապ, 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 սա մեր ռիթմն էր և սա այս նույնը կարող եք տեսնել նաև էստեղ, մենք ունենք այստեղ արդեն ամբողջ պիցան է, հա, սա ամբողջ տորտն է, մասն է, որը որ մենք նախորդում բաժանել էինք, հա, կիսել էինք, օրինակ, կիսել էինք 2 կես նոտայի, չէ, օրինակ, 1 ամբողջը, սա կեսն է, սա էլ է կեսը, 2 քառորդ, 2 քառորդ, հետո ինչ էինք արել, արդեն, սա էլ էինք կիսել, տեսեք, արդեն դարձավ այս 2 քառորդը բաժանեցինք 2 հատ 1 քառորդի, չէ, 2-ը, 2-ի մեջ կա այս 2, 1 քառորդը, մեկերը, հա, և արդեն էստեղ էլ, նույնությամբ էստեղ, և եղավ արդեն 4-ի մեջ, 4 հատ այս քառորդ նոտաները, ինչպես արդեն բացատրել էի, որ այդ առաջի մասը, որ դուրս է գալիս, դա առաջ 1 քառորդ նոտան է համարվում, անցնենք առաջ, անցանք առաջ, ուրեմն տեսեք, արդեն այստեղ տրված է, որ follow 1, 2, 3 at the top of page 10, այսինքն այս 10-րդ էջի այդ 3 կետերին, որ տրված է նշված էր, հա, ոնց պետք է մենք ծափահարենք, այնուհետ հաշվենք և այլն, և դրանք պետք է պահենք, այդ կանոնները պետք է պահենք, և այստեղ հաշկողում արդեն տրված է մեր սխեման, հա, որպեսզի դուք տեսնեք այս տրիպլետը էլի, տեսնում եք այս զերատոնները, սև ստեղները, որ պետք է կենտրոնից գանք առաջին այս 3 տոները, հա, սև ստեղները պետք է 2, 3, 4, ցուցամատը, հա, միջամատը և մատնեմատը պետք է տեղադրենք, ուշադիր եղեք, և այստեղ ասում է ինչ է, over the deep blue sea, հա, այսքան սա ինչ-որ էլի երգ է, վերնագիրը, որ ասում է խորը կապույտ ծովի վրա, հա, և աջ ձեռքով արդեն պետք է նվագենք, այստեղ էլ ասում է էլի, ոնց որ մենք նորից էլի բառերը ասեմ, ինչ է, էլի ուրախությամբ, հա, frolic, մենք էլի շարժվում ենք դեպի առաջ, այսինքն roll-ն, հա, գլորվում ենք առաջ, այս ծովի, կապույտ խորը ծովի վրայով։ Հիմա հաշվելով տկտկացնում ենք և հաշվում բարձր, օրինակ 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, սա արդեն 4 տևողությամբ նոտա էր, երկար պահվեց, և արդեն կարող ենք այստեղ երգելով, հա, նվագենք, Merrily we roll along o'er the deep blue sea, և արդեն կարող եք հոլանդական տարբերակով, հա, Frolic the bird on the boat of the blue sea,
Սա էր այստեղ ասվում, այստեղ ինչ է արդեն ասվում, play the music on page 10 and 11 as one song, այսինքն ասում է սա այս երկուսը, ուրեմն 10-րդ եւ 11-րդ էջերը միասին նվագի, որպեսզի նրանք համալրեն, այսինքն տեսեք այստեղ երկու գիծ է դրված, ուզում եմ ասել, որ սա արդեն վերջացավ այստեղ երգը, իմացաք արդեն այսի double bar-ի մասին էր խոսքը, այդ կրկնակի գծիկների, որ վերջանում է արդեն ստեղծագործությունը, play song the words, այսինքն հիմա մի հատ ես այս տեղների վրա ցույց կտամ ոնց ենք նվագում, եւ երգում, ես արդեն բխլայդն արեցի, ձեզ նվագակցեցի, դուք տեսաք ինչպես ենք նվագակցում, եւ այստեղ արդեն ասում է play duet with your teacher, այսինքն այս duet-ը ասում է accompaniment, քո դասատուի հետ նվագիր եւ use black keys group above the middle of the keyboard, այսինքն դու էլ պետք է ինքդ աշակերտը պետք է նվագի այս սև ստեղների վրա, հիմա ես ձեզ արդեն ցույց կտամ սև ստեղների վրա ոնց նվագենք, հիմա ցույց տամ արդեն ստեղների վրա, սա կենտրոններ, ուրեմն գնում ենք դեպի ձախ, սա 10-րդ էջին է վերաբերվում, այսպես նվագում ենք, չէ, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, հետո արդեն աջ ձեռքն ենք պատրաստում, գնացինք, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, արդեն կարող եք երգել մի անգամից երկու էջը իրար հետևից, այսպես պատրաստում ենք մատները, ձեր ուսուցչուհին կարող է ձեզ արդեն նվագակցել բխլայդն accompaniment, ուրեմն գնացինք, merrily roll along, roll along, roll along, merrily we roll along, o'er the deep blue sea, տեսակ, կարող եք արդեն նաև ուրեմն հոլանդական տարբերակով frolic dopert on the boat, on the boat, on the boat, frolic dopert on the boat of the blue sea, սա էր մեր ամբողջ ուրեմն 10-րդ եւ 11-րդ էջերը, ինձ թվում է արդեն հասանելի է ձեզ եւ մի մտահոգեք, եթե ինչ-որ մի բան չեք հասկացել եւ հասանելի չի, սա անընդհատ կրկնվելու է, այնպես որ ամեն ինչ կընկնի իր տեղը, արդեն կհանդիպենք հաջորդ դասին, շնորհակալություն, որ ինձ հետ էիք, merrily we roll along o'er the deep blue sea, frolic dopert on the boat.